Մեզ է միացել միջազգային agent Դավիթ Կարապետյանը, բարև։ Ողջույն։ Մի ընդհանուր հարց այսօրվա արտաքին սեգմենտում հնչած հայտարարություններից Վաշինգտոնը հիմա խաղաղություն է փնտրում, եթե դատենք այդ հայտարարությունների կոնտեքստով, թե իր շահերն է փորձում կարգավորել։ Հակված եմ երկրորդին, ավելի շատ շահեր։ Ընդհանրապես այդ մասին շատ է խոսվել, որ ամեն երկիր շարժվում է բացառապես իր ազգային պետական շահերով, ուղղակի Ռուսաստանի Դաշնության հետ այս պահին, այսպես ասած, ռասկլադը համընկնում է, որ շահերի համընկնում կա։ Որոշագիություն կա, եւ այդ որոշագիության հիմքի վրա փորձում են կառուցողական քաղաքականություն վարել։ Դրա ականատեսն ենք ամենայն։ Հակադրվելով ամբողջ անգամ հակադրվելով ամբողջ Եվրոպա աշխարհամասին, մի շարք աշխարհաքաղաքական կենտրոններին, ընդհանուր հայտարարին է, այս պայն շահերի համընկնում կա։ Թե դա ժամանակավոր է, թե երկարաժամկետ կտևի, ժամանակը ցույց կտա։ Ով կմտածեր, որ Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջև կարող է ծև կապել։ Այո, ով կմտածեր։ Իդեպ քենապահությամբ եւ շատ դեպքերում այսպես տպավորություն է ստեղծվում, որ նեղացկոտի դիրքերից է հիմա Բրիտանիան խոսում, որովհետեւ ակնարկում էր այսօր, որ ինձ անմնացորդ եք թողել այդ բանակցություններից եւ ընդհանրապես աշխարհամասին արհամարում եք, այսպես ասած, Եվրոպա աշխարհամասին։ Սիրիական դեպքեր ինչ որ բանի մասին խոսում են։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Երեք առաջ օրը տեսեք, ես այդ անմարդկային ես Facebook-յան իմ հարտակում ահազանգով եմ հանդես քրիստոնյաներից աուդով ապրում։ Եվ ոչ միայն քրիստոնյա, էական չի հարցը քրիստոնյաներ չէ։ Բառացի մենք տեսնում ենք ցեղասպանություն, էթնիկ զոդում եւ ցեղասպանություն։ Ստացվում է 21-րդ դարը ցեղասպանությունների շարունակական բնույթ կրող դարեր, որ ասում են ոնց կարող է 21-րդ դարում ցեղասպանություն տեղի ունենալ։ Բառացի ցեղասպանություն է տեղի ունենում։ Սավեշն էլ այն է, որ սիրիական իշխանությունների պաշտոնական զու մեկնաբանը ուղիղ տեքստով ասում է, որ մաքրման process-ը երկու փոլով ավարտեցինք։ Ժամեր առաջ հետևում էի անցուդարձին Լաթակիա, Տարտուս, Հոմս համաքաղաքներում ասադականները, նույն ինքը ալավիները, որտեղ ռուսական ներկայություն կա։ Մորու մանուկ կոտորվել են։ Սարսափելի կադրեր կան, սարսափելի։ Աշխարհի լուր համաձայնության արդյունք է սա։ Շատ կոպիտ օրինակ եմ բերում, բայց ստացվում է ապատիկ ամորֆ վիճակ է տիրում, հետևաբար նրանք իրենց ծև գործը արեցին։ Լավ։ Հայաստանի ներքաղաքական կյանքը Գյումրիի աշխուժացմամբ է պայմանավորված, թե ավելի գլոբալ process է։ Գյումրին կարևորագույն գործոն է։ Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասեմ, որ կորցնել Գյումրին նշանակում է կորցնել իշխանությունը։ Սա առանց ֆետիշացնելու եմ ասում, որտեվ հայրաքաղաքը շատ մեծ իշխանությունը այդպիսի ռիսկի առաջ է կանգնում։ Դե տեսեք, իշխանափոխությունն էլ այնտեղից սկսվեց։ Հիմա այդ դոգմատիկ ինչ որ բան չկա կամ ինչ որ, կոնսպիրոլոգիական տեսություն, որ ասենք այնտեղով է կավարտվի, բայց մտավախությունը այնպեսին էր, որ կարծում եմ հենց դրա համար էլ վարչապետը ամբողջ դելեգացիայով պետական ապարոտով այնտեղ էր՝ ի աջակցություն իր տեխնազուի։ Բայց դա այլ բանի մասին է նաև խոսում։ Հենց դրա խոսում է, որ խնդիր ունեն, շատ լուրջ խնդիր ունեն։ Ի աջակցություն են եկել, փորձում են ժողովրդի տրամադրությունները ստուգեն, բայց գյումրեցիներին շատ հեշտ, ոչ թե շատ հեշտ չի, շատ դժվար է նրանց տրամադրությունները շոշափել։ Այլ բան է, երբ որ հյուրասիրությամբ, հյուրընկալությամբ դիմավորում են, դեմքից ժպտում են, այլ բան է, երբ որ իրենց կամքը հետագայում իրենց ձևով, ոնց իրենք նպատակարար են գտնում, իրականացնում են։ Դե տեսեք, վարչապետի այցով Գյումրի պարզ դարձավ, որ իշխանության թևը ընտրում է նույն մարտավարությունը, որին հավատարիմ է եղել այս վերջին տարիներին։ Այսինքն գործ ունեն նախկինների հետ։ Գյումրիում դա կաշխատի։ Դե տեսեք, այդ խոսույթը այդ նախկինացավը, որ ես այդպես կանվանում եմ, նախկինացավը, որը բարձրաձայնում են, շատ որը պաթոսի տեսքով, այսպես դեմագոգիկ։ Ամեն դեպքում աշխատում են։ Նախկին պաշտոնյաները շատ կան առաջ։ Հաստատի, որովհետև քաղաքական սերնդափոխությունն այդպես էլ տեղի չի ունենում, ոնց տեսնում ենք, նույն մարտիկ, նույն տեխնազուները, նույն իրենց քաղաքական դեմքերով, իրենց թիմակիցներով մեծ հաշվով ասելիք չունեն, քաղաքի զարգացման ծրագիր չունեն, բայց ասում ես ինչ որ այսպես կծկտուր բաներ ասում են։
Դե պարզ է, որ այդպես է պետք է լիներ։ Բայց սա կարծում եմ, որ այս նոր իշխանությունների համար լավագույն գրավականն է։ Նրանք չեն ասում են օրինակ ՀՀԿ-ն մեր համար լավագույն ընդդիմությունն է։ Հիմա նրանց համար լավ առիթ է, որովհետեւ հենց այդ դեմ որ պայքարում են ու հանուն ինչի որ եկան, որովհետեւ ժողովուրդը չէր ուզում հների վերարտադրություն, հենա լավ առիթ է, դե արդարացրեք ձեզ այդ ընտրությունները, դե մունիցիպալ ընտրությունները, դե կրեք։ Հաղթեք, թող ժողովուրդը ասի, որ ապրեք, դուք կարողացաք նախկիններ, որովհետեւ տեսեք Գյումրիում տեսնում ենք ինչ խոսույթ։ Բրաբուս առ բրաբուս, չգիտեմ ինչի, հնելի վերարտադրվում են, որովհետեւ իրենց թալանածը հետ բերեն։ Թող մեջ բերեմ։ Գյումրու ընտրապայքարը նրանց համար գողացվածն ու թալանվածը պաշտպանելու վերջին ճակատամարտն է։ Ահա։ Նախ վերջին ճակատամարտը տղմուտում էր, եկեք այդ խոսույթը, այդ վերջին ճակատամարտ բանն, այնց պաթետիկ խոսքերը, հա, որ հնչում է վարչապետի շուրթերից, նախ մարազմացիկ բնույթ է դա կրում։ Ամոթ է, չի կարելի այդ խոսույթը։ Երկրորդը դուք 7 տարի ժամանակ ունեիք, բայց 7 տարի ինչ էիք անում։ Եթե դուք գիտեիք, որ քրեա օլիգարխիկ համակարգ է, Գյումրիում ինչպես ներկայացնում եք, իրականում այդպես բան կա, այնպես չի որ չկա։ Մենք ինքներս գյումրեցի ենք, հո լավ գիտենք այդ։ Բայց փաստը այն է, որ եղբայր դու ունեցել ես բոլոր մեխանիզմներն ու գործիքները կանխարգելելու, այդ մեղքերը բացահայտելու, լուսաբանելու, պատժելու, ինչի մասին է խոսքը, այսինքն գազ հաթաթատաս ինչի համար։ Այնինչ ասում ես Դավիթ, մի օրում կամ մեկ ամսում հնարավոր չի անել։ Պարոն Մանացականյան, 7 տարի, 7 տարի։ Հիմա տեսեք, օրինակը մի քիչ տեղին չի։ Այսօր որովհետև այդ խոսույթում էլ դա էլ է կիրառում։ Քանի տարի է խոսում են մետրոյի մեկ կայարանի բացման մասին Երևանում։ Քանի տարի։ Հիմա ես չեմ սիրում ու համեմատական անցկացնեմ, բայց այս անգամ ինձ թույլ եմ տալու։ 7 միլիարդ արտաքին պարտք են վերցրել վզերին, մեր հաշվին, ժողովրդի հաշվին։ Հիմա ես ուղիղ պարալել եմ անցկացնում։ Բաքվում 3 հատ 2022 թվականից ի վեր 3 հատ մետրոյի կայարան է բացվել։ 3 հատ միջազգային օդանավակայան է բացվել։ Երևանում մի մետրոյի կայարան չեն կարող սարքեն։ Դե ամեն երկիր իր հնարավորություններով։ Չէ, եկեք հնարավորություններ, 7 միլիարդ պարտ կանողը, չնայած ասում է պետք է պարտ կանենք, որ լավ ապրենք, ես այդ մարազմը չեմ հասկանում, այդ աբսուրդը, բայց թե համենայն դեպս վերադառնալով Գյումրի, ասեմ, հաթաթա տալը նեգատիվ էֆեկտ է տալու։ Դե հələ ուր է նախընտրական վեճեր կլինեն, նախընտրական տրամադրությունները ավելի թեժ կլինեն։ Ցանկալի առողջ վիճաբան, տրամաբանական լինի։ Դա ձեր ասած արդեն մասնակիցներից է կախված։ Ես չգիտեմ, մասնակիցների քանակը ձեր երաշխիքը տալիս է։ Հասիբով նամուսով քաղաքն է, թող իրենց այնպես դրսևորեն, որովհետեւ նախ համակարգացիները ամոթով չմնան, իրենց տեխնազուների համար չամաչեն եւ ընդհանրապես այդ ընտրապայքարը լինի շատ կոռեկտ քաղաքավարի ամենաբարձր մագարտակով անցկացնել, դե փորձը։ Այսինքն Գյումրիի ընտրությունները միայն Գյումրիի ընտրություններ չեն, դա կլինի ուրիշ բանի պարոմետր։ Դա կլինի ինչ-որ բանի սկիզբը, այո։ Եթե առավել եւս գործող իշխանությունները չկարողանան իրենց ուզածին հասնել։ Որովհետեւ մյուս կողմը ձևավորելու է նախքին այդ ամբողջ այդ ամպլուան, որ կա նախկինների, այդ կորիզը ստեղծվելու, ես ավելի քան վստահ եմ, որ հետագայում տեսնելու ենք մի քանի այդ նախկիններին հարող քաղաքական ուժերի միավորում, որովհետև այնտեղ կան եւ Քոչարյանական ուժեր եւ Սերժ Սարգսյանական ուժեր, որոնք որ քաղաքական հայտ են ներկայացրել, ու հենց հիմա մասնակցում են։ Դա քիչ հավանական է, որովհետև հիմա ձեր նշած թիմերի միջև տարաձայնություններ կան, իսկ չեք կարծում, որ դա ձևական բնույթի է։ Ընդհանրապես չեք նկատել, որ իրենք շատ լավ սինխրոն պասերով խաղում են։ Այդ ինչ որտեղ այդ խոսույթը, որ իրար մեղադրում են, այսինքն իրականում չէ այդ։ Իրականում դարդակնապես է այդպես։ Ով ում բերեց իշխանության։ Ով ում բերեց, ինչի բերեց, հետո այն որ ռուսերեն ասած պատկլյուչիցը եղավ նոր վարչապետը, սկսեց իրեն արտարացնել, որ ինձ էլ ոչ մեկ չի բերել, եկեք ինձնից վազն արեք, ես ինձ ով եմ եկել, բան։ Այդ սա շարակցական կապերով գնում է։ Կներեք էլի, կներեք արտադրության համար այդ դիշովի բազարները գնացեք դուք ձեր կաբինետներում հարցեր ունեք լուծեք։ Ինչ է գցեն մեյդան այդ թեմաները։ Խնդիրներ ունեք իրար մեջ։ Գնացեք լուծեք։
Բայց ոչ թե դրա համար է թույլ տվեք կասկածեն, որ իրենք այս առումով իրենք արտար են։ Մեկը մյուսը իրար բումերանգային մեղադրում են, որ ինչ։ Ավելին մանավանդ գիտենալով, որ դրանով ուժեղացնում են գործող իշխանություններին։ Գործող իշխանությունների բերանը լեզու են դնում։ Չի մտածել, որ կարող է դա ընդհանուր համաձայնությունների դաշտում։ Չէ, ընդհանրապես այս տարիների ամբողջ այս ողջ process-ը ցույց է տալիս, որ նրանք սինխրոն է դա ամեն ինչ, տեսեք այդ խոսույթը, որի մասին դուք ակնարկում եք, ինչի մասին էր։ Ով բերեց Նիկոլ Փաշինյանին։ Իրար միս են ուտում, գզվրտվում են, թե ով է բերել Նիկոլ Փաշինյան։ Ես էլ ուղիղ պատասխանում եմ։ Բոլորդ եք բերել։ Սինխրոն, համաձայնեցված։ Բոլորդ եք բերել, որովհետև դուք չեք, որ գնացիք ու ազգային ժողովում ձայները այնպես իդեալական, հաշվարկած, ոսկերչական ճշգրտության parեցիք, որ մարդուն կարգեցիք վարչապետ, ինչի մասին է խոսքը։ Դուք եք բերել, ելով է բերել։ 18 թվականի իրադարձությունները, դեպքերը, այդ համաժողովրդական ցասումը չես մոռացել, չէ՞, Դավիթ, կարծես։ Դե ինչ բերել, եթե կա այդպեսի։ Չէ, նայեք, համաժողովրդական ցասումը ընդվզում կար։ Այդպեսի Տեսեք, այդ ցասումը ընդվզումը կար, հիմա էլ հասունանում էր, պերիոդիկ հասունա, հիշում եք, եկեղեցականներ փորձում երգիր փրկել, շարժումը, հրապարակներ էր հավաքում, համարյա թե գրեթե նույն սցենարով, այն որ 5 պագաս արդեն իշխանափոխության հոդեր գալիս, հիշում եք, ձեր տաղավարում քննարկում էինք։ Ինչ տեղի ունեցավ։ Այդ պահին այդպես իր տրամաբանական ավարտին կուլմինացիան տեղի չունեցավ, որտեղ նպատակարար չէր։ Բայց երբ որ փաստերը բերում ենք ավելի լուրջ կոնտեքստում ենք դիտարկում Արցախը հանձնել չհանձնելու 2019 թվականին թե ինչ փաթեթ է ներկայացվել, ուլտիմատումը ուր է հասել, ինչի պատերազմ եղավ, վերջնարդյունքը ինչպես պետք է լիներ, ինչպես եղավ։ Այդ ամբողջ պատկերի համատեքստում արդեն ուրվագծվում է ով ինչպես ինչի համար հանձնեց, ով ինչպես վերցրեց, ինչի էր ընդունակ եւ այս ամեն ինչը ուրա տանում։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ծանոթ լսել եմ։ Լսել եք? Լսել եմ։ Կա բան, որ կոնտեքստից դուրս է։ Տեսեք, որպես փորձագետ երկակի բաներ կա իմ մոտ։ Ինչ։ Դե նայեք, նախ լսում ես որպես քաղաքացի, այլ բան ես ընկալում։ Որպես դիվանագետ, որպես փորձագետ, հայտնի հայ, որին դատում է Բաքուն։ Դե տեսեք, մեսեջը հասկան, նախ ոնց որ վերջի ուղերձ էր որպես այդպեսին, հրաժեշտի խոսքեր իրենից բովանդակությունը ներկայացնում։ Բաներ կա, որ հիմա տեսեք շահարկում են, չէ՞, վախես բառը էսպես ասեց, այն բառը էսպես ասեց եւ այլն։ Ես դուրս գանք այդ պոլեմիկայից։ Դա ոչինչ չտվող պոլեմիկա է։ Ես կարծում եմ, որ սա ուղերձ էր այն մասին, որ միջազգային հանրությունը ինչքան էլ որ իր մասով լսելիքը պետք է լսի, հայ ժողովուրդը իր մասով սթափվելու քաղաքական գիտակցության մագարտակի գալու ինչ որ կոչ էր։ Ես այդպես եմ ընկալում։ Կրկնում եմ, յուրաքանչյուր ոք տարբեր ձև կարող է մեկնաբանի։ Բայց այն ինչ որ տեղի ունենում այնտեղ, ես իմ կոչերով բազմիցս ասել եմ։ Հիմա պետք է պատերով պատեր ծեծենք դռներ ջարդելով, այդ մարդկանց մասին բարձրաձայնենք մաքսիմալ, որովհետև խոսույթը ինչի շուրջ է պատտվում հիմա։ Գործող իշխանությունները ասում են չխոսենք, ընդհանրակը պրոբլեմ կստեղծենք։ Շատերը ընդհանրակը ասում են խոսեք, որ տեսնեք, որ վերջի վերջո դուք մտահոգ եք եւ այլն, այսինքն բարձրաձայնեք խնդիրը։ Տեսեք, եթե այդ կասկածանքը կա, որ Ադրբեջանը անում է քայլեր, որ պղտորի Հայաստանի հանրության տրամադրությունը կամ քաղաքական կրքեր բորբոքի Հայաստանում։ Մենք հո գիտենք ինչա տեղի ունենում այնտեղ։ Այդ դատավարությունը ինչի համար է, ինչ են կորզում Հայաստանից։ Մենք հո գիտենք։ Ես գալիս եմ այն հարցին, թե որպեսզի մենք դատարկ խոսակցությունների հետևից չգնանք, քննարկենք ինչ գործիքներ կարող է Հայաստանը առաջարկել, որ չի առաջարկել եւ պետք է միջև հիմա առաջարկած լիներ, ինչպես օգնել, ինչպես ազդել այդ դատավարության վրա։ Տեսեք, ընդհանրապես դատավարության process-ին էլ եմ հետևում։ Երբ որ հարցաքննվում են բարձրաստիճան ղեկավարությունը Արցախի, ես որսացի մի միտք, որը որ շատ տեղին էր։ Ես ուրախացա, որ այդ պահը կիրառեցին, ասին, որ սա քաղաքական երանգ մի տվեք սրան։ Սա դատական իրավական երանգ չի կարող ստանալ։
Եվ այդտեղ է հիմքը, որ մենք պետք է ներկայացնենք բոլոր միջազգային կառույցներին, վերպետական կառույցներին, որ այնտեղ է դատավարությունը, որը տեղի ունենում, ընդամենը դա ֆարս դատավարություն է։ Այդ դատավարությունը, որպես այդպեսին, տեսեք, խնդիրն ինչն է Ադրբեջանի։ Քենապահություն ունեն, փորձում են իրենց ազգի աչքի առաջ մանավանդ Ալիևյան ռեժիմը ցույց տալ, որ պատժում է, ովքեր որ ժամանակին կարողացել են իր հորը, իդեմս իր հորը, հա, հաղթանակ տանել ու այդ մարդկանց փորձում է դատել։ Հիմա տեսեք, նայում են դատական ոչ process-ը ինչի հիմքի վրա է գնում, ռազմական գործողություններ։ Այսինքն չեք մտածում, որ Ալիևը նպատակ ունի այդ ամենը տեղավորել բանակցային process։ Ինքը բանակցային process, ես չեմ կա, իր գերխնդիրը էս պահին, եթե նույնիսկ բանակցային հարտակ բերի, ապա շատ լուրջ բանի դիմաց պատրաստ կլինի հանձնել։ Հումանիզմի դրսևորումով անունը ինչ ուզում ենք փաթեթավորենք։ Օրինակ ագանջիս հասել է, որ օրինակ Մեղրիի այդ միջանցքի տրամադրման, Սյունիքի անանցելնության, ինչի մասին որ խոսում ենք, իհարկե դերևս նոյեմբերի 9-ի կետի ենթատեքստով է գնում, բայց չգիտեմ, խոսույթ կա, որ կարող են փոխանակել այդ պատրվագով, իհարկե անունը դնեն հումանիզմի դրսևորում եւ այլն։ Բայց ես գիտեմ մի բան։ Դա այն դեպքում Բաքուն այսօր պաշտոնապես հայտարարել է ու ագնարգում է, հələ որ ագնարգով է ասում, որ այն մարդիկ, ովքեր առհասարակ ռազմական գործողություններին են մասնակցել եւ զբաղեցրել են պաշտոններ, այսինքն ուղիղ տեքստով հասկացնում են, դա Սեյրան Օհանյանն է, դա Սերժ Սարգսյանն է, այսինքն բոլոր նախկին նախագահները, ռազմական գործունեություն ծավալած զինվորականները եւ այլն, նրանց հանձնելու մասին է խոսքը։ Անունը դնելով, որ եթե դուք ուզում եք խաղաղություն, հանձնեք, մենք դատենք, եթե ուղիղ տեքստով ասեմ, հետո լավ կլինի։ Ես իմ հրաբարական ելույթներում, հոդվածներում շատ վաղուց ասել եմ, գալու է օրը, երբ որ նույն տրամաբանությամբ, անգամ եթե նման սցենարի պատրաստ լինի, ես գործող իշխանությունները հանձնեն նույնիսկ, հա, ասեն դե լավ, իրանց էլ տանք հանգիստ ապրենք, ոչինչ։ Այս պարագայում հետեւյալն է լինելու։ Հաջորդիվ ասելու են, հələ եկեք տեսնենք ընդհանրապես ով է Արցախի բանակ կոչվածում ծառայել, ՊԲ-ում, պաշտպանական բանակում։ Ով է ընդհանրապես պատերազմական գործողությունների մասնակցել։ Ով է ընդհանրապես այս պատերազմների ժամանակ ներկա գտնվել այնտեղ։ Խոսքը վերաբերում է 30,000-ից հայ տղամարդկանց մասին։ Գալու է, այսինքն մենք հո գիտենք իրենց ծավալապաշտական նկրտումները Ալիևյան նպատակում։ Ալիևը Անկարայում հենց այնպես չագնարգեց, որ խորհրդային միության կողմից սարսափելի փաստ է տեղի ունեցել շատ բան, որ արևմտյան Զանգեզուրը, այսինքն ներկայացունի կհանձնվել է Հայաստան։ Մարդը ուղիղ տեքստով հասկացնում է, որ հաջորդը օկուպացիայի համար ինքը նախատեսում է Սյունիքը։ Ուղիղ անկեղծ որպես թշնամի ասում է. Դե ասում է իմ Նախիջևանի էսկլավի հետ ես պետք է ունենամ ցամաքային կապ, անխոչնդոտ։ Կամ այդ կապը դուք եք տրամադրում, կամ ես վերցնում եմ եւ էլ ոչ մեկից ոչ մի բան չեմ խնդրելու։ Ուղիղ տեքստով եթե բացենք Ալիևի խոսքը էսա։ Իսկ մեր իշխանությունները ձեր մոտ ունեցել են այդ խոսակցությունը։ Ասում եմ մենք պատրաստ ենք ամեն ինչը բացել, բոլոր ենթակառուցվածքները բացել։ հայկական օրենսդրությամբ։ Հայկական օրենսդրությամբ։ Հիմա իրանք ասում են եղբայր դա մեզ չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է նոյեմբերի 9-ի 9-րդ կետով կոնկրետ Սյունիքի հատվածով։ Ինձ ուրիշ հեքիաթներ մի պատմեք, կոպիտ ասած այդ են ասում։ Եվ այնտեղ մի հատ կներեք 9-ի մյուս կետերի հեքիաթը։ Իրանց չեն, մենք էլ ենք խոսել, իրանց դա չի հետաքրքրում, դա դրա համար եմ ասում, իրանք հաղթանակած դիրքերից Ալիևի ոտերը ամբողջ նստելա ոգևորված այդ է պահանջում։ Պրոստը մենք տեսնում ենք, որ այդ միակողմանի զիջումների արդյունք է դա նաև։ Տեսեք, ադրբեջանական գետ-1 քաղաքական գործիչի կողմից շուրթերից կամ պաշտոնական հայտարարություններում որևիցե տեղ չեք գտնի, որ իրենք էլ իրենց մասով ասեն, որ այո, մենք է պատրաստ ենք մեր տարածքով անցնելով երկաթուղիների, օրինակ հայ քաղաքացիները հանգիստ կարող են նստել Ջաբրայիլով Դերբենդ հասնել Ադրբեջանի տարածքով։ Ոչ մեկից չես լսի նման խոսակցություն։ Բայց հայկական կողմը ասում է բոլոր հնարավոր ճանապարհները բացում եմ ձեր առաջ։ Լավ, ավարտելուց առաջ, իսկ երբևէ մտքովը չի անցնում, որ սպառվում է նաև Ալիևի ժամանակը, ինչ է նկարագրում։ Իհարկե, դեռևս ցայտնոդի մեջ է, էյֆորիայի մեջ է Ալիևը, բայց կամած իջնում է երկնքից ներքև։ Գիտակցում է պահի լրջությունը, հասկանում է, որ այդ ժամանակավոր է դեռևս։ Բայց իր մտահոգությունը, իր ֆոբիան ո՞րն է հայերիցս։ Նախ ինքը գիտակցում է, որ հայ ազգը այն ազգը չի, որ կռացած մնալու է այսպես։
Այսպես չի կարող մնալ, չի շարունակվելու այսպես։ Հա, ինքը նաև կմտածի, որ ինքն էլ հավերժ չի։ Դե ինքն էլ հավերժ չի։ Ինչպես Դեռ հարց է, մանավանդ ինքը իր որդուն է պատրաստում որպես իրեն հետնորդ։ Ես չգիտեմ, իհարկե, այն որ ասում է վանգայություններ չանեն քաղաքական հիմա, բայց երիտասարդը կարծես դերևս իրեն չի արտարացնում։ Ես հələ չեմ տեսնում եմ, որ հետը ուր գնում է ման է տալիս երիտասարդին, բայց իրենից քաղաքական կադր սարքել։ Լսել եմ, որ լուրջ խանգարող հանգամանք կա, բայց դրա մասին էլ գիտեմ։ Դա մեր խնդիրը չէ։ Շնորհակալություն, որ եկար։ Դավիթ Կարապետյան, միջազգային агент։